Եթերում հեռանկարն է։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը ընթացքի մեջ է։ Եվ իմ զրուցակիցը դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության նախընտրական շտաբի պետ, ԴՕ կուսակցության ցուցակով առաջադրված падգամավորության թեկնածու Լևոն Բաղդասարյանն է։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ ես, բարև ձեզ։ Այսօր արդեն 5-րդ օրն է քարոզարշավի եւ դուք մասնակցում եք քարոզարշավին եւս, բայց նաեւ առանց ձեր պատվավոր նախագահի կուսակցության պատվավոր նախագահի ինչպես է ընթանում, ինչով առանձնացավ այն։ Իրավամբ ճիշտ նկատեցիք, առանց Վարդան Ղուկասյանի սկսվել է քարոզարշավը, վերջինս ինչպես գիտեք գտնում է վարչական կալանքի տակ, բայց ըստ էության ոչ թե կալանք է կրում, արդեն այլ պատիժ է կրում։ Արձանագրեմ, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ չի եղել նման բան, երբ անձին ձերբակալեն, այնուհետև վարչական կալանքի անվան տակ կալանավորեն եւ արդեն շուրջ 1.5 տարի անձը գտնում է վարչական կալանքի տակ։ Երկու խոսքով ես ներկայացնեմ խնդիրը, որովհետեւ շատերն է հետաքրքրում, եթե վարչական կալանքը ինչու է անձը 1.5 տարի գտնվում կալանքի տակ, ինչպես նկատեցի, անձը արդեն պատիժ է կրում եւ վարչական կալանքի անվան տակ վերջինիս ձերբակալել կալանավորելուց հետո Ամերիկյան դատանը վերջնական դատական ակտ կայացրեց, այն է վճիռ կայացրեց եւ ասեց, որ պետքա Ամերիկայի Միացյալ Նահանգները պարոն Ղուկասյանը լքի։ Դրանից հետո պարոն Ղուկասյանի կողմից ավելի ճիշտ լոյերների փաստաբանական խմբի կողմից բողոքարկվեց դա, ոնց որ Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ին, երբ ակտը բողոքարկում է, օրինականոց չի ստանում։ Այդ ընթացքում հատուկ վիզա մոտ 4 երկրներ հատուկ վիզա տվեցին պարոն Ղուկասյանին, որ կարող է դուրս գալ, հատուկ վիզայությունը նա է, որ անվտանգություն, այսպես ասած, ֆուլ ձևով ապահովում են վերջինիս կեցությունը, եւ դրանից հետո Վարդան Ղուկասյանը հրաժարվեց բողոքից։ Ինչ է նշանակում հրաժարվեց բողոքից, ուրեմն վճիռը օրինական ուժ է ստանում։ Վճիռով էլ պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգներից դուրս գար այդ մարդը։ Ավելի քան պարզ, ես կարճ ասեմ, որովհետև խոսքը վերաբերում է ընտրություններին Վարդան Ղուկասյանին, որի առաջնորդությամբ մենք պետք է կարողանանք ապահովենք հաղթանակ։ Եվ դրանից հետո պարզվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փոշմանել են Վարդան Ղուկասյանը հայտարարման աջարանը փոշմանել է նկատել Ամերիկայի կառավարությանը։ Եկան ասին, պարոն Վարդան Ղուկասյան, արի քո կալանքը փոխենք ազատություն, բայց քո բողոքը թող քննարկենք։ Պարոն Ղուկասյանը ասեց ոչ, ես չեմ ցանկանում։ Ասում եք, որ պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները լքեմ, ես հիմա ցանկանում եմ լքեմ։ Եվ ահավասիկ 1.5 տարի անձը իրավանք պատիժ է կրում բխող բոլոր հետևանքներով։ Եվ ձեր հարցի պատասխանը 5 օր առանց պարոն Ղուկասյանի մենք ինչ ենք անում, մենք պայքարում ենք, որպեսզի հնարավորինս պարոն Ղուկասյանի այսպես ասած բացակայությունը մենք չզգանք եւ միևնույն ժամանակ արձանագրեմ բացառապես վերջինիս առաջնորդությամբ մենք մասնակցել ենք ընտրություններին։ Հիմա կուսակցությունը կոչվում է դեմոկրատիա, օրենք, կարգապահություն։ 3 խոշոր ուղերձ կա կուսակցության անվանման մեջ։ Ինչպես են դրանք արտահայտված ծրագրերում։ Ասեմ ձեզ հետեւյալը, ոչ նախ ծրագրերից խոսեմ, գիտեք, այս 30 տարիների ընթացքում այնքան գեղեցիկ ծրագրեր ա լսել ընտրողը, մեկը մեկից լավ, ինչպես 100-ից ավել կուսակցություններն են, մեկը մեկից լավ կանոնադրական իրենց այսպես ասած դրույթներով, նույնը նաև ծրագրերին ա վերաբերում։ Իրավամբ մենք եւս ունենք ծրագիր եւ տեղեկացնեմ, որ ընտրողը կարող է ավելի ուշադիր լինել, պաշտոնական էջում յուրաքանչյուր օր պարոն Ղուկասյանը խոսում է ծրագրային դրույթներից եւ իր համով բառապաշարով, առանց հայհոյանքի էլի։ Ինչ վերաբերում է կուսակցության անվանմանը, մենք արձանագրում ենք հետևյալը. օրենքի դիկտատուրա հավասար բոլորի համար։ Առանց դրա բացառում է, որ Հայաստանը ունենա այն երազանքի Հայաստանը, որը այսօր տենչում է ցանկացած քաղաքացի։ Այսինքն օրենքի դիկտատուրա ասելով ինչ ենք հասկանում։ Հասկանում ենք հետևյալը, որ օրենքը բոլորի համար պետք է գործի հավասար։ Եվ այդ հավասարության սկզբունքից ելնելով քաղաքացին պետք է իրան զգա պաշտպանված։ Գիտեք, շատ հաճախ ասում են, որ հայաստանցին գնում է այս երկրից սոցիալական որոշակի հարցերով։ Այո, այդպես է, բայց ես արձանագրեմ որպես իրավապաշտպան, որ շատ բան եմ տեսել պրակտիկ իրավաբանության մեջ, շատ հաճախ գնում են սոցիալական անարդարության պատճառով։ Այսինքն, որ օրենքը հավասար չի գործում։ Այսինքն, որ կան զոռբաներ, կան թալանչիներ,
Եվ այլն, չեմ ուզում շատ խորանամ։ Հիմա շատ հետաքրքիր էր, դուք օգտագործեցիք օրենքի դիկտատուրա, միաժամանակ կուսակցության անվանման մեջ կա դեմոկրատիա։ Սրանք արդյոք չեն բախվում իրար։ Դուք չօգտագործեցիք գերակայություն բառը, այլ օգտագործեցիք դիկտատուրա։ Միանշանակ ճիշտ եք, չօգտագործեցի, որովհետև սահմանադրության մեջ այն գերակայ է համարվում եւ սոցիալական բոլոր պետությունում այն գերակայ է համարվում։ Միանշանակ ճիշտ եք։ Իրավունքի գերակայությունը պետք է լինի պարտադիր։ Այսինքն ցավոք սրտի, որը այսօր մեր դատական համակարգում 100-րդ պլան է։ Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, երբ անձը խախտում է օրենքը, քանի որ իր իրավունքը խախտված է։ Ցավոք սրտի դատական համակարգը դա այս բան չի տեսնում, չի լսում։ Հիմա դուք ասում եք, որ մենք այսպիսի ցանկություն ունենք, իսկ ինչպես են այն ռեսուրսները, ինչ ռեսուրսների վրա եք հիմնվելու, որպեսզի կարողանաք փոփոխություն իրականացնել։ Առաջինը միասնական։ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ընտրություններին գնում է առանց ներկաների եւ նախորդների։ Բայց միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք հետեւյալը։ Ինչ ենք մենք այդպես ասում։ Գիտեք, անսխալական իշխանություն չկա, անսխալական պետություն չկա։ Եթե նախկինները եւ ներկաները մինչեւ հիմա չեն արձանագրել իրենց սխալները, որի արդյունքում այսօր Հայաստանը գտնվում է այն վիճակում, որը որ գտնվում է, մենք դրանց հետ ճանապարհ չունենք գնալու։ Այն պահին, որ կարձանագրեն իրենց սխալները, մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։ Ավելին ասեմ, եթե Աստծո կամոք մենք կունենանք իրավասություն գործադիրը ձևավորելու եւ օրենսդիր մարմին որոշակի գործառույթներ իրականացնելու, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դավաճանությունը լինի մահապատիժ։ Ասեմ ինչի։ Աստվածաշնչյան իրավանորմում միակ հանցագործությունը, որը որ ենթակա էր մահապատժի, դա եղել է Հուդայի դավաճանությունը։ Այսինքն, եթե Աստվածաշնչով արդեն իսկ ամրագրված է այդ իրավանորմը, որ դավաճանները պետք է հատուցեն, այսպես ասած, իրենց կյանքով, ֆիզիկական կյանքով, ապա մենք պետք է կարողանանք դրանից օրինակ վերցնենք։ Եվ դավաճանության տակ բացարձակ չի կարելի հասկանալ հայրենիքի դավաճանությունը։ Դավաճանության տակ պետք է հասկանալ նաև ներպետական կյանքում բոլոր այդ դավաճանությունները։ Խոսքը չի գնում ամուսնության դավաճանության մեջ, դա այլ թեմա է։ Խոսքը գնում է իրավակի իրար պրակտիկայում եւ գործարար շրջանակներում դավաճանությանը։ Գիտեք, Ես այս միգուցե դրան էլ կանդրադառնամ, եթե ձեզ կհետաքրքրի, այս 30 տարվա մեջ տեսեք, անձը մտնում ազգային ժողով եւ օգտվելով օրենքով իրան վերապահած իրավունքից, մի գիշեր հետո բոլորը ճամբարափոխվում են։ Բոլորը ճամբարափոխվում են եւ ասում են, որ մենք ազատ ենք մեր ընտրությունը կատարել։ Արդյունքում մենք ինչ ենք ունենում։ Վաճառված падգամավոր, նրանք падգամավոր չեն, արդյոք երեսփոխաններ, հա, այդ բառը հոմանիշ է, վիրավորական չի, հա, եւ արդյունքում բոլոր բացասական հետևանքներով։ Բայց դուք բացասական իմաստով օգտագործեցիք երեսփոխանը, երբ որ դա արևմտյան հայերենում իրականում նույն падգամավոր բառի հոմանիշն է։ Մենք միգուցե կարող ենք ուղղագրական ուղղախոսական բառերը նայենք, ես չեմ կարծում, դա միգուցե ցնցող էր եւ այո, ճամբարափոխ եղած падգամավորները դրանք դավաճաններ են եւ երեսփոխաններ են։ Մեկին ցնցում են, մեկին առնում են, մեկին ծախում են, մեկ երեխու վրա քրեական վարույթ են արություն եւ մենք ինչ ունենք, ունենք այն ինչ որ ունենք։ Վերջերս մեզ քննադատեցին, որ ղազագիր ենք ստորագրել տվել։ Մենք որպես իրավապաշտպան եմ ասում, չկա դա։ Ինչի մասին է խոսքը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, նախ ասեմ հետեւյալը, որ երբևիցե ոչ մեկից, ոչ մի падգամորի տեխնացուից, ոչ մի օլիգարխից, ես ասեմ, որպես շտաբի պետ եմ պաշտոնապես հայտարարում, իմ մոտ հերթ ա եղել, որպեսզի քաղաքական առևտուր անեն։ Այո, մենք որոշեցինք նախադեպ սարքենք այս երկրում գույնի առաջի անգամ, որ քաղաքական առևտրի տակ չենք մտնելու։ Եվ այն падգամորի տեխնացուները, կլինեն բժիշկներ, զինվորականներ, ասեն զինվորականները շատ են։ Մարդիկ ովքեր պատմություն են կերտել, մարդիկ ովքեր հաղթանակով են իրենց կարիերան ավարտել։ Դուք նկատի ունեք կուսակցության շարքերում։ Կուսակցության падգամորի տեխնացուների մասին է խոսքս։ Ոչ մեկից մի ցենտ չենք վերցրել։ Գիտեք ինչի, որ վաղը չնայեն աշկերտ մեջ, ասեն, գիտես, ես ազատ եմ, ես նաև գումար եմ տվել, ասենք, օրենքով սահմանված կարգով նվիրատվություն եմ արել եւ ես հիմա պետքա գնամ, չգիտեմ, այլ բլոկում падգամավոր լինեմ։ Նաև այդ նախադեպն եք մտցրել, դա հեշտ չի եղել։
Հեշտ չի եղել այսօր երբ տեսնում ես կողքի որոշակի քաղաքական միավորներ իր գումարների հետ են խաղում եւ դու գիտակցելով որ դու էլ կարող ես այդ գումարների հետ խաղալ որպեսզի ավելի ֆուլանես նախընտրական քարոզը եւ այլն եւ դու բանա հրաժարվում ես դրանից դուք չեք տեսնի մի դեպք երբ մեր քարոզող համակիրը կուսակցության անդամը զանգի կամ թեկուզ հարևանին բարեկամին ասի գիտես արի մեզի ինտրի որտեղ վաղը քո համար լավ ալի բացառվում է պաշտոնապես հայտարարել են որպես գլխավոր շտաբ պետ նաև դրա մասին պարոն Վարդան Ղուկասյանն է իրավունք է տվել որ այն անձը ով որ խոստում կտա ապագայի անգամ խոստում կտա կամ ինչ-որ բան կառաջարկի եւ իրավապահները եթե քրեական վարույթ հարուցեն բացառվում է որ մենք գնանք իրանց հետևից մենք ցանկանում ենք երկրում մտցնենք նախադեպ որ լավ ապրելու համար անհրաժեշտ է որպեսզի ընտրողը ազատ կամքի դրսևորում ցույց տա եւ բացառապես արևային Հայաստան սարքելու համար ընդհանրապես անհրաժեշտ է միասնական գնալ ես ասի բացառությունները ովքեր էին բայց սխալները ընդունելուց մեղք ընդունելուց հետո վստահեցնում եմ ձեզ իրանք լինել են մեր եղբայրները եւ քույրերը Պարոն Բաղդասարյան ինչպես եք ընտրողի հետ շփվում Ասացիք, որ սոցիալական ցանցում կան աուդիո ձայնագրությունները, պարոն Վարդան Ղուկասյանի, իսկ ինչպես եք մյուս ընտրողների հետ շփվում։ Նայեք, կուսակցությունը ունի պաշտոնական էջ, Facebook-յան էջ, դրատվական էջակոչում, դոկ դրատվական էջ, բոլորը կարող են մտնել օրեկան ռեժիմով տեսնել այն ծրագրային դրույթները, պարոն Վարդան Ղուկասյանի խոսքը, այլ հարցազրույցներ, այլ падգամորի տեխնացուների, ասենք, կենսագրություններ եւ այլն, եւ դրան զուգահեռ մենք նախատեսել ենք նաեւ վերջին 10 օրվա ընթացքում կամ 1 շաբաթվա ընթացքում, մինչեւ նախընտրական քարոզի ավարտը, նաեւ շփվել, այսպես ասած, կենթանի ընտրողների հետ, դա կլինի մարզերում թե խոշորացված համայնքներում, թե փոքր, ասենք, համայնքներում, դա արդեն տեխնիկայի հարց է։ Մոտավորապես, այսպես ասեմ, ձեր ընտրազանգվածը որքան ակնկալում Մենք Եթե ես հայտարարեմ որպես շտաբի պետ, ուրեմն 4%-ի շեմը, ընդամենը 4%-ի շեմը անցնելը մեր համար դա պարտություն է։ Մենք չենք գնում գալստիկներով նստենք այնտեղ եւ ինչ-որ, չգիտեմ, օպոզիցիա խաղան կամ չգիտեմ ինչ խաղան։ Մենք պետք է լինենք խաղացող բառի ուղղակի իմաստով։ Եվ մենք հավատում ենք մեր հաղթանակին։ Եվ մենք հավատում ենք եւ մի բան էլ ասեմ, գիտեք, մենք չենք բաժանում ժողովրդին ռուսամետի, արևմտամետի ու ազգայինի։ Մենք բաժանում ենք հայրենասերների եւ պետությունը քանդողի։ Այդ երկուսի միացությունը Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ կառուցվելու է այնպիսի Հայաստան, որտեղ հայ մարդը այլևս օտարի դեսպանատան դուռը չի գնա իր ապագան մուրալով։ Հայրենասերներ եւ քանդողներ երկուսն էլ չափելի միավորներ չէ ինչպես եք դուք այդ չափում իրականացնում Այ մենք փորձելու ենք օրենքի դիկտատորայի ուժով դնենք հետեւյալ խաղի կանոնը Օրինապաշտ քաղաքացին այս երկրում խնդիր չունենալու ուզում լինի կոշկակար ուզում լինի բժիշկ ուզում լինի մանկավարժ Փողոցի արտադրություն այլևս չի լինելու զորբաներով չենք շրջապատվելու ինչպես էս 30 տարվա ընթացքում ով եկավ իր զորբային հետը բերեց եւ այո պարոն Վարդան Ղուկասյանը պաշտոնապես հայտարարել է առավելևս համարժեք հայանքով որ չի լինելու այլևս նման բան որ գիտեք անձում իրավունքը խախտվում է չի իշտնելու փողոցի մակարդակին եւ գիտեք ինչ է իշտնում փողոցի մակարդակին որտեվ արդարադատությունը կաղում է որտեվ արդարադատությունը դատանում կարա 10 տարի տևի հա եւ այն պայից սկսած որ պայից որ անձը գիտակցի որ լինելով օրինապաշտ քաղաքացի ինքը այս երկրում ամենահզորն ու լավն է լինելու մենք կառուցել ենք այդ երկիրը մենք կառուցելու ենք այդ երկիրը ինձ համար ավելի քան ակնհայտ է ընդունել լույսը տեսնելը եւ կարողանալ կարճ ժամանակում իրականացնել արևային Հայաստանը։ Գիտեք, մի բան է, երբ դու ասում ես, որ քրիստոնյա առաջի պետությունն ենք, մի բան է, որ պայմանական շանթ հերոստանգերության գլխավոր մուտքից ես դուրս կգամ եւ շրջապատում ձեզ չի վերաբերում, ես ընդհանուր եմ ասում, շրջապատում կտեսնեմ լիքը աղբ։ Մի բան է, երբ ասում ենք, որ վայ ինչ վատ է, որ փողոցը կեղտոտ է, մի բան է, որ մենք դուրս ենք գալի եւ առաջի կեղտոտողներից մեկը պայմանական եմ ասում, մենք ենք լինում սիգարետի մնացորդով, վերջացրած տան աղբը կենցաղային մեքենայի ճպրտելով։
Այս սրա մասին մենք այդտեղից պետք է սկսենք։ Այո, օրենքի դիկտատուրան պետք է լինի։ Քայլ արել ես դրա համար պատասխան պետք է տաս։ Արել ես լավ բան, դու պետք է վստահես, որ պետությունը կողքիդ կա մնացա։ Պարոն Բաղդասարյան, դուք խոսում եք շատ խորքային սոցիալ-հոգեբանական մենթալիտետի փոփոխության անհրաժեշտության մասին։ Արդյոք օրենքը, որը պարտադիր ուժ ունի եւ ձեր ասած օրենքի դիկտատուրան կարող է մարդու մենթալիտետը փոխել։ Այո, կարող է մարդու մենտալիտետը փոխել օրենքը, որը հիմքն է, բայց մարդու մենտալիտետը կարող է բացառապես փոխում է տվյալ իշխանությունը։ Դուք նայեք հայի կերպը, երբ դուրս է գալի Հայաստանի Հանրապետությունից եւ աշխարհի ստատիստիկայով համարվում է լավագույն տասնյակի մեջ օրինապաշտ քաղաքացի։ Դե հիմա հարց ենք տալի, ինչի Հայաստանում դա չի լինում, որովհետև Հայաստանում չի գործում օրենքի դիկտատուրան, Հայաստանում օրենքները բոլորի համար հավասար չեն գործում, անտերին տերն է տարել, տերովին էլ չէ, ներողություն, տերովին տերն է տարել, անտերին էլ գելն է տալիս 30 տարի։ Ցավալի բան եմ ասում, 30 տարի։ Ես իրավապաշտպան եմ 2001 թվականից եւ բացառապես, այսպես ասած, պաշտպանությունը իրականացրել եմ պետական լիազոր մարմինների մեղմ ասած անգորության շուրջ։ Իմ առաջին հնչեղ գործը եղել է 2001 թվականին A1+-ի եթերազրկումը։ Չգիտեմ դուք մի փոքր երիտասարդ եք, լսել եք թե չէ։ A1+ հեռուստաընկերություն, որը պատիվ կբերեր աշխարհի ցանկացած նորմալ երկրի։ Ինչի, որովհետև հմեկը ցույց էր տալի, ինչպես են Վանաձորի պայմանական գործանը բացում, երկու ամիս հետո էլ A1-ը ցույց էր տալի, թե ինչպես են փակում։ Եվ ինչ արեցին։ Թե ինչ արեցին բոլորս գիտենք։ Թե իրապաշտպան ինչ դաժան օրեր անցավ այդ օրերին, 1.5 տարի մենակ հարկային եկե նստել էր իմ ընկերություններ ստուգում։ Փարքաստու հիմա դες բաներ առերևույթ չկա։ Հիմա մի ուրիշ ֆորմատով ենք աշխատում։ Հիմա անդրադառնալով այլ ոլորտների եւս, սոցհարցումները ցույց են տալիս, որ մարդկանց ամենաշատ մտահոգող թեմաներից մեկը անվտանգությունն է։ Երկրորդը տնտեսությունը, իր լավ լինելը, իր բարեկեցությունը, այդ ձեր ծրագրերում դրանք ինչպես են արտահայտված։ Ինչ է առաջարկում։ Ես շատ չեմ ծանրաբերում, որովհետև պարոն Ղուկասյանը ծրագրային այդ դրույթը ունի եւ երեք շատ կարճ անդրադարձավ, ավելի մանրամասն կանդրադառնա։ Դրա համար գիտեք, մի քանի կետով ասենք, որովհետև բոլորը չէ, որ սոցիալական ցանցերում։ Առաջինը, դու պետք է ունենաս բանակ։ Եթե դու չես կարողանում կերակրել քո բանակին, դու ստիպված ես լինելու կերակրել օտարի բանակին։ Հիմա բանակ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ ֆինանսներ։ Ֆինանսներ ունենալու համար անհրաժեշտ է ունենալ նորմալ հարկային դաշտ։ Ոչ թե այսօրվա քերթոցինը, դա ահավոր է, դա առանձին թեմա է։ Նորմալ հարկային դաշտ ունենալու համար պետք է ունենաս նորմալ օրենքներ, որը մենք ասեմ լավից վատից ունենք, ենթակա փոփոխության իհարկե, եւ դրա համար նորից պատտվում ասում ենք, դրա համար անհրաժեշտ է լինի օրենքի դիկտատուրա։ Օրենքի դիկտատուրայի արկայության պայմաններում բոլորը լինելու իրենց տեղ իրենց դերում, բայց այստեղ շատ կարեւոր է նաեւ հիմնական օրենքի համանadrության խնդիրը։ Կարեւոր բան եմ ասում։ Մարդկանց թվում է, թե պետք է քննել են ու պետք է լավ ապրեն։ Լավ ապրելու համար անհրաժեշտ է, որ դու ունենաս հիմքերի հիմքը, դա համանadrությունն է։ Ինչ է համանadrությունը։ Համանadrությունը դա սահման է իշխանության համար, ոչ թե սահմանա քաղաքացու համար, սահմանա դնում իշխանության համար, որ այն սահմանը անցնի, ասի ստոպ, գնալու դատվես։ Ինչ է մեր սահմանադրությունը 30 տարի, ով գալիս է նախագահ իր ֆորմայով, իր չափով, իր ռազմերով ինքը սահմանադրություն է գրում։ Մենք հայտարարել ենք, որ ընտրություններում եթե մենք կլինենք այսպես ասած հեգեմոն դեր խաղացող, խաղացող այսպես ասած եւ գլխավոր խաղացող լինելու է վստահ եղեք։ Մենք փոխելու ենք սահմանադրությունը, բայց սահմանադրությունը հիմա էլ են փոխում, ի՞նչ տարբերություն ձեր առաջարկի մեջ։ Հիմա ասեմ տարբերությունը որն է։ 2 րոպե ունենք մենք։ Իշխանությունը չի փոխելու սահմանադրությունը, ստեղծվելու է անկախ հանձնաժողով։ Եվ իհարկե պարոն Հայրիկյանի գլխավորության մասը եմ, այո, լավ բաներ է պետք է ասել։ Եվ պետք է անկախ մարմինը գրի սահմանադրություն, ոչ թե Վարդան Ղուկասյանի իրավաբանը գրի, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իրավաբանները գրեն։ Հետո պարոն Նիկոլ Փաշինյանն էլ քննադատի, հետո գա տեսնի իր հակովը, ասի վայ ինչ լավ է։ Չի լինելու տենց բան։ Անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք հիմնական օրենք, որը պետք է գրեն անկախ մարմինները։ Այդից նաև պետք է սկսենք մենք։ Շատ կարճ խնդրում եմ ձեր ուղերձը ձեր ընտրողին եւ ավարտում ենք հաղորդումը։ Ասեմ,
Մեր առաջնորդը Վարդան Ղուկասյանը երբեք չի փորձել լինի բոլորին հաճելի քաղաքական գործիչ, փոխարենը փորձել է լինել իր համոզմունքներին հավատարիմ մարդ, ինչը մենք այսօր ականատես ենք ներում։ Նրա քաղաքական խոսքում մարդիկ տեսնում են կոշտություն, բայց այդ կոշտության հիմքում շատերի կարծիքով պետության ու ժողովրդի հանդեպ ցավն է։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության նախընտրական շտաբի պետ, դո կուսակցության ցուցակով առաջադրված падգամավորության տեխնացու Լևոն Բաղդասարյանն էր։ Շնորհակալ եմ, հուսամ կհանդիպենք ընտրություններից հետո այլ ֆորմատով, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։